Ամեն մի ելույթ ես ասում եմ, նայում եմ Որի ջերմուկի ճանապարհը հնարավոր է Ղալադաշը վերացնել թե սարքել։ Որ Ղալադաշը որ։ Հա, հինը։ Ինչ ճանապարհի մասին։ Ես հին ճանապարհ ջերմուղին որ կառուցել են Այդ ճանապարհը չենք քննարկել։ Քննարկել են երևի մյուս տարի կամ Այն նախորդ տարի որ իջանք դուք իջել եք այդ կիրճի միջով շատ սիրուն ճանապարհ է եւ այդ օրերին հիշում եմ այդ որ թիվն է այդ օրերին կարծեմ CNN-ը բան էր արել Հայաստանը ներգրավել եւ ներառել էր այն երկրների ցանկում որտեղ հայկինգի եւ բանի մասին շատ նպաստավոր պայմաններ կար այդ հատվածը շատ մեծ պոտենցիալ ունի գեղատեսիլ վայր անում ենք այո Այսինքն դա մեր պլանների մեջ է։ Ես ձեզ ավելին ասեմ, մեր պլանների մեջ է, բայց ես հələ դեռ բան չէ, էլի, ուղղակի մեր մտքերի ընթացքի հետ կիսվում եմ ձեզ հետ։ Ես չգիտեի նախարարը ինձ ասել, որ ջերմուկից դեպի Մարտունի, հա, Գեղարքունիքի մարզ գնացող ճանապարհ։ Մարտունից գնացող ճանապարհ կա։ Մենք հիմա մտածում ենք նաև այդ ճանապարհը նորոգելու, այսինքն ըստ էության կառուցելու մասին։ Ինչ-որ մի ժամանակ երկաթգիծ էին որոշել բերել։ Երկաթգիծը չգիտեմ, բայց այդտեղ ինչու՞ մանրկությունը։ Այս ճանապարհների այլընտրանքային ճանապարհների մասին մենք խոսում ենք։ Տեսեք, մենք խոսում ենք Ենոքավան Ջուջևան, Ենոքավան Աթան եւ այլն, ասենք Հրազդան Բջրի, Վեդի Մարտունի։ Այստեղ կարևորը գիտեք, նաեւ մոտիվացիան ուզում եմ նաեւ բարձր լինի։ Մեր ճանապարհները արդեն ծանրաբեռնված են եւ մենք պետք է մեր ճանապարհների կարողությունները ավելացնենք։ Ես խնդիր դրեցի, որ մեր ճանապարհային ցանցի զարգացման ռազմավարությունն ենք մշակենք եւ այդ քննարկումների ընթացքում մենք որոշեցինք, որ գնանք փուլային տարբերակով։ Փուլային տարբերակը որն է, ամեն ուղղությունով, որտեղ այլընտրանքային զուգահեռ ճանապարհներ կան, մենք այդ ճանապարհներն էլ կառուցենք, ինչ որ մի հատ հոստ կգնա այդ կողմ, նաեւ այդ տարածքներում եւ զբոսաշրջության եւ տնտեսության համար կզարգանա, որովհետև տնտեսությունը զարգանում այնտեղ, որտեղ ճանապարհներ կան։ Եվ հետո արդեն հիմա հյուսիս-հարավն է փառքաստի կառուցվում, եւ հետո բուն մայրուղիների կարողությունները կավելացնենք եւ մենք կստացվի, որ ճանապարհային շատ խիտ